Ես ձեզ շասեցի պայքարից ներողություն կխնդրեք։ Ինչի՞ չեք խնդրել, հա։ Դա ամենաքիչն էր, որ պետք է անեիք։ Դուք պարտավոր էիք դա անել, Նարեկ։ Դե հիմա որ երկու շաբթի օրը եկավ բողոքեց, էլ ես ոչինչ չեմ կարողանալու անել։ Լավ, Նարեկ։ Թե այդ խմի։ Շնորհակալ եմ։ Չասեցիր է լավներ տեղը։ Այդ թողեցին, որ մարդ բան ասի։ Հա, Սիմա, շատ լավ տեղ էր։ Այ մարդ իր հանգստյան օրերին ընտանիքը վերցնի ու գնա այդտեղ։ Ամեն ինչից կտրվի ու հանգստանա։ Կարող է մի օր հերթը մեզ էլ հասնի, թե… Հաստատ գիտես, Սիմա, արժի որ հասնի։ Մի քիչ գործերս թեթևանա։ Աղաս, քո գործերը ոչ կթեթևանան, ոչ էլ։ Մոռացանք այդ մասին, լավ։ Աղաս, ոչինչ որ հիմա գնամ ընկերուհուս տուն, չես նեղանա, չէ՞։ Այդ որ ընկերուհուդ եմ որ ամուսնում։ Հա, Շուշանին։ Նոր հետը խոսեցի, համ շատ նեղված էր, համ էլ ինչ որ բան ասեց, չհասկացա, անկեղծ ասած։ Մուշեղի հետ է կապված։ Չէ դե, ինչի պետք է նեղանամ, Սիմա ջան։ Ուղղակի մենք իր ամուսնու հետ կապված ոչինչ չենք կարող հիմա ասել։ Չնայած որ այդքան տարածք ենք ստուգել ու շարունակում ենք ստուգել դեռ։ Իսկ աղասը իզնից հարցրել, հա? Հա, դա էտա էլի ասա բախտս բերում է։ Լսի, իսկ պայքարի պահով ինչ ենք անելու։ Հա։ Խոսած դու էտա։ Դե ավելի լավ։ Մեկ էլ ասա դու գալու ես, երբ ես գալու։ Հա։ Լավ։ Այդ բանը դու շանես։ Ուր, ինչ ես անում, ուր ես պաղջում, ասենք հիմա պաղար գնացիր, տուն կգամ։ Ես իմ երեխուն ոչ մեկին չեմ տա։ Ով է քո երեխուն ուզում վերցնի։ Այսօր կուզի տեսնել, վաղնել կուզի տանել հետը։ Չես լսում 100 անգամ քեզ ասեցի, ընդամենը ուզում ա տեսնի ու վերջ։ Լսի, այդ աղջիկը շատ կարճ կյանք ունի, ցավում եմ, բայց այդ է իրողությունը։ Հասկանում ես, հիվանդ է, ու ես չեմ կարծում այդ վիճակում ինքը ցանկանա երեխուն տանել։ Այսինքն չես խոսել հետը այդ մասին։ Ընդհանուր խոսակցություն է եղել, այդ խոսակցության ընթացքում հասկացա, որ նման միտք չունի։ Արևիկն է այդ կինը, չէ՞։ Այո։ Ես զգում էի։ Սիրտս առաջին իսկ պահից անհանգիստ էր։ Իսկ դու խոստանում էիր, որ ամեն ինչի օգուտ մեզ կլինի, որ ոչ ես, ոչ Էդմոնը անհանգստանալու կարիք չենք ունենա։ Իսկ հիմա ինչ ունեք անհանգստանալու։ Չէ, մի բան ասա, որ ձեզ կարող է անհանգստացնել։ Ես քեզ ասում եմ, այդ կինը ընդամենը ուզում է երեխուն տեսնի ու վերջ։ Բայց դու խոստովանեցիր, որ չեք պայմանավորվել, չէ՞։ Հա, չեմ պայմանավորվել, չեմ խոսել, բայց եթե շատ ես ուզում, կարող եմ խոսել։ Հա, շատ եմ ուզում։ Եղավ, պայմանավորվեցին, կխոսեմ հետը։ Էդմոնը ոչինչ չպիտի իմանա։ Հակառակ դեպքում ես Էդմոնին կվերցնեմ ու մենք կգնանք։ Նա ավելի սոսե խնդրում եմ էլի, մի ասա բաներ, որ չես կարող անել։ Էդ ուր ես գնալու դու։ Կխոսեմ ես հետը։ Կպայմանավորվեմ։ Քեզ կզանգեմ։ Էդմոնին կվերցնես ու կգաս։ Եղավ։ Նուշեր, ինչ կասես։ Իսկ ինչքանով վստահ լինեմ, որ խոսքը ընտանիքիս մասին է։
Լավա չասեցիր, որ ընտանիք չունես։ Դու հարցիս պատասխան։ Աղջիկդ ոստիկանության ակադեմիայում է, չէ՞ սովորում։ Ուսանող չի։ Քեզ բաժինը խոստացել, չէ՞։ Դրա համար էլ տենց խառնված օգնում ես։ Սկզբում հա։ Մտածում էի կողքը լինեմ օգնեմ, ինքն էլ ինձ կօգնի երկրից դուրս գահանի, գումարով կօգնի։ Բայց Հիմա ինչ։ Բանա փոխվել։ հա, կասկած ա մտել մեջս մուշեղ։ Վստահ չեմ, որ Իրանը ստանալուց հետո ինձանից չի ուզենա ազատվի։ Բայց ինչի ես մնացել կողքը։ Դա ինչ անեմ։ Հետախուզման մեջ եմ։ Գնա հանձնվի։ Համ դու կփրկվես, համ ընտանիքը։ Ինչքան էլ ուզում ես մտածի, ճիշտ ելքը դա է։ Բա դու ինչ չես ուզում ստորագրես։ Վստահ եմ, որ ստորագրեցի ինձ կսպանի։ Թող բաց թողնի ինչ որ ունեմ կտամ իրան։ Հա, գնա իրանը տենց էլ ասա։ Ինչ ունեմ, չունեմ կտամ իրան, ամբողջը։ Ու եթե չի հավատում, թող մարդ դնի հետս, թղթերն էլ ձեռքը։ Իսկ եթե կնոջս ու աղջկաս գլխից մաս պակասեց, կմեռնեմ, բայց ոչ մի կոպեկ չեմ տա։ Ու այն մարդուն էլ որ սպանեց, ոստիկան էր։ Թող չմտածի, որ ոստիկանները ձեռքները ծալած կնստեն։ Որտեղ էլ թաքնվի կգտնեն իրան։ Ուղղակի ժամանակի հարց է։ Սիմաջան, ինչի է սենց բան արել ախր։ Աչքերից չեմ հավատում։ Ինչ ուրախ եմ, որ ժամանակ գտար եկար։ Դե աղասը գործեր ուներ, աղջիկս էլ կուրսեցիների հետ գնացել է քաղաքից դուրս։ Հայ, իմ աղջիկն էլ իր կուրսեցիների հետ է գնացել քաղաքից դուրս։ Դե հա, եղանակները տաքացել են արդեն։ Ուսումնական տարին էլ ավարտվում է։ Հա, ու որ արդեն վերջն է, այն ամենախիստ, ամենաչսիրելի դասախոսը քաղցրանում է, չէ։ Հա, Շուշ, ես խոսեցի աղասի հետ։ Նորություն կա։ Դե նորություն որպես այդպեսին չկա։ Դու գիտես, ինքը չի սիրում, երբ ես իրան հարցեր եմ տալիս գործի մասին։ Ու երբ որ հարցրեցի, սպասում էի, որ նույն նախադասությունն եմ լսելու, բայց ոչ։ Ասեց, որ հատիկ առ հատիկ ստուգում են բոլոր են կասկածելի տարածքներն ու մարդկանց, ու անգամ են մարդկանց, ովքեր արդեն շատ վաղուց չեն շփվում հանցագործի հետ։ Ինձ ժամանակն է շատ անհանգստացնում, շատ երկարեց։ Դե գիտես, նման դեպքերում ոստիկանությունը պիտի շատ զգուշ գործի, որպեսզի հանցագործը հանկարծ չհասկանա, որ օղակի մեջ է։ Այլապես եթե զգաց, իհարկե հեռու մուշեղից, բայց նրանք այդ դեպքում հանցագործության հետքերը թաքցնելու համար գերադասում են սպանել, այլ ոչ թե կենդանի թողնել։ Հույս ունեմ, տենց բան չի լինի։ Ես էլ։ Շուշ, ինձ ասեցիր, որ կարևոր բան ունես ասելու։ Հա, ունեմ։ Արշ ջան, շատ շնորհակալ ենք ապեր քեզնից, այս տան համար։ Դե իրականում ինձ շնորհակալ լինելու կարիք չկա։ Մենք բոլորս պետք է Նարեկից շնորհակալ լինենք։ Կապիտան Բադալյանից։ Դե ես իրա քերու ամարանոցն եմ։ Ինքն եմ ստավել։ Նարեկը դեռ քաղաքում է, չգիտեմ, կհասցնի թե չէ, բայց միգուցե գա։ Խոսքով, ինչ է ասում։ Ոնց որ այս ամարանոցը Նարեկի կողմից, այսպես ասած, իմ կողմից էլ հեսա կտենակ ինչ անեկնկալ ունենք։ Այս եկա։ Ես ու Սոնան շփվել ենք Նարեկի հետ, լավ տղա է։ Դիմավորեք Ֆորի Էմի կողմից գարեջրի եւ համովությունների հավաքածու։ Դե իհարկե սենց աննման ու հավես մատուցում։ Հա, երեխեք, իրոք այս զամբյուղներով շատ հարմար է։ Օրինակ, երբ որ պետքա գնաս ընկերոջը տուն, ասենք թե ֆուտբոլ նայելու, կա սրանից վերցնես, մեջ ամեն ինչ կա։ Հա, շատ հարմար է։ Ով ինչ սիրում ընտրում է։ Իրոք շատ լավ բան է կայքից պատվիրելը։ Ոչ խանութ ես հասնում, ոչ բաժիններով ժամերով պտտվում ես, ոչ դրամարկղում հերթ ես կանգնում։ Մտնում ես հրեշտակներին ասում ես քո նախընտրած խմիչքը, ասում ես թե քանի հոգի եք ու ուր են առաքում ու վերջ։ Ժողովուրդ ասեմ ավելին, ընդեղից կարող եք պատվիրել գինի պանրի տեսականիով, շամպայն մրգի տեսականիով,
կոնյակ շոկոլադի տեսականիով։ Մի րոպե, այսինքն մենք մեր նախընտրած ուտեստով կարող ենք պատվիրել։ Հավաշեք կարա։ Լավ իջեցիմ։ Օրինակ եթե գնում եք ձեր շեֆի տուն ու չգիտեք ինչ տանեք, չէ՞։ Հա, պապային էլ վիսկի էին բերել ու շատ լավ հավաքածու են երեխեքին։ Մի խոսքով կայքում բոլոր տեսակի խմիչքները կան, ուտեստները կան, ուզում եք իրար հետ պատվիրեք, ուզում եք առանձին պատվիրեք։ Մի խոսքով հրեշտակները կհուշեն։ Դա օգնի էլի բաժանի երեխեքին։ Շոտ պատրաստվեք, խմիչքները վերցրեք, որ խմենք անխորժակներս բացվի ու գնանք հիմնական ուտեստները ուտելու, հա։ Իդեպ գիտեք, որ ամերիկացիները ուտելուց առաջ խմում են ու տենց համ տրամադրություններն են բացում, համ էլ անխորժակները։ Խելացի են, վաու։ Դե երեխեք ասելու բան չունեք։ Ունենք։ Եկեք խմենք ամենալավ ընկերների, ամենալավ կուրսի, ամենախելացի կուրսի, ամենահումորով կուրսի եւ վերջապես ապագա ոստիկանների։ Ես մենակ աղասին հարգելով ա որ բան չարեցի։ Իջի ձեր արածը առնվազն խուլիգանություն էր։ Պայքար ես քո հետ համաձայն եմ։ Բայց քո արածը ինչ է։ 1000 անգամ հարցրեցինք։ Մի բան ասա, դժվար էր։ Բայց ինչ է, որ իմ արածն ինչ է։ Ճիշտ չի քո արածը պայքար։ Լսին արեք։ Ես ենթակա մարդ եմ, ինձ ինչ ասում են, այն էլ անում եմ։ Քեզ ով է ինչ ասել։ Աղասն է ասել, որ մեզ բան չասես։ Ես նման բան չեմ ասել։ Էլ ասելը պոզով պոչով ա լինում պայքար։ Լավ, ես գնացի։ Սպասի։ Հա, ասա։ Քեզ հարց ունեմ։ Ասա։ Պայքար բա ուր է ոստիկանի ընկերությունը։ Հիմա քեզ որ վաղը սպանեմ։ Ես չհետաքրքրվեմ, հա։ Չբացայտեմ այդ գործը։ Հասկացա, ինձ ինչի համար սպանեն, որ օրինակի համար եմ ասում պայքար, որ մաշկիդ վրա զգաս։ Դուրը չի գալիս, չէ։ Իմ դուրն է չի գալիս։ Հրաչը մեր ավակ ընկերն է եղել։ Ու դուք հերիք չի։ Չեք թողնում, որ մենք այդ գործին մոտիկ գանք։ Մի փոքր ինֆորմացիա էլ մեզ չեք տալիս։ Լսին Արեգ ջան, գնա քո կռիվդ աղասին տուր։ Ես կապ չունեմ, ես հրաման եմ կատարել։ Էդ իրա հրամանն է եղել։ Ապրես։ Շատ սիրուն խոստովանեցիր, որ աղասի հրամանն է։ Արեգ, սպասի։ Խնդրում եմ, բան չասես, խնդրում եմ քեզ։ Ինչի՞։ Լսի, ինքը այդ ամեն ինչը ձեր համար է արել։ Ասում էր ջահել տղա են տակ, գլուխ են կգնան, գլուխները կուտեն, ինքը ձեր համար է արել, հասկացի։ Ասում ես չասեմ։ Խնդրում եմ, էլի աղբորպես բան չասես։ Հիմա որ իմանա բերանիցս թրծրել եմ, էլ վերջ։ Լավ, կմտածեմ պայքար։ Այ հա, նամարտություն չանեք։ Քեզ լավ հանգստյան օր, կապիտան Քամարյան։ Աղասը ինձ ասեց, որ մուշեղին հանքերի համար են առևանգել։ Հիմնական վարկածը էդ է։ Տես որ քեզ ասում եմ, տանը չի սիրում խոսել, քեզ ավելի շատ բան է ասել, քան ինձ։ Ու ասեց, որ մուշեղին ձեռք չեն տա, որովհետև ստանալու բան ունեն։ Դե հա, տրամաբանական է։ Էս իմա։ Ամբողջ խնդիրը այն է, որ մուշեղը ոչինչ չունի։ Ոչ մի բան։ Ոնց չունի։ Շուշ, դու էիր ասում, որ հանքեր ունի։ Հա, այդ ամենը նվիրաբերել է ինձ ու Մարթային, հասկանում ես, հիմա ինքը ոչինչ չունի։ Մուշեղը մեր վերջին հանդիպման ժամանակ այդ ամբողջ թղթաբանությունը բերեց տվեց ինձ, նոտարով ամեն ինչ հաստատած։ Այսինքն, եթե ինքը հիմա ձևական ինչ-որ թուղթ ստորագրի, միևնույնն է, այդ հանցագործներին ոչինչ չի հասնի, որովհետև այդ հանքերը արդեն ձերն է։ Չգիտեմ ձևական ստորագրել կլինի թե չէ, բայց ինքը չի ուզենա ստորագրել երկու պատճառով։ Առաջինը մտածում ես, որ ստորագրելուց հետո իրան Հա, էլ ինչի պիտի պահեն չեմ պահի։ Իսկ երկրորդը ես անհանգստանում եմ, որ
Եթե հանցագործները իմանան, որ այդ ամենը մերն է, կգան մեր հետևից։ Պատկերացնում ես, ոնց եմ անհանգստանում, իմ համար չէ, երեխուս համար եմ անհանգստանում։ Ու չեմ էլ կարող իրան ասել, որովհետև վախից չգիտեմ իր հետ ինչ կլինի։ Շուշ, դու առանց հետաձգելու 2 շաբթի օրը պիտի գնաս ոստիկանություն աղասին։ Ես տենց մտածում եմ, որ պիտի գնամ ու ամեն ինչ կետարկետ բացատրեմ, կարող ասի տեղափոխվեք ուրիշ տեղ մի որոշ ժամանակ կամ չգիտեմ ինչ խորհուրդ կտա, էդ էլ կանեմ։ Հա, չուշացնես, անպայման կգնաս։ Չէ, ես տեղ չունեմ ուշացնել։ Marta. Արի կապեմ։ Գնա, բայց շատ քիչ չկապես։ Չէ, ոնց։ Ձիկ։ Կապում եմ, սպասի։ Կարեն։ Դիմացի։ Հələ, ես կստուկ եմ։ Բայ, դամ բայ։ Շատ մի բարկյա։ Այ լավ է, լավ է։ Լավ, միան ժոր, տեղերում։ 1, 2, 3, գնաց։ Դապ։ Դավիթ։ Դեոսովա։ Շատ երկար մտածեցիր։ Գիտես չէ ուզի սխալվեի, ուզում էի հաստատ իմանալ։ Լավ, դե անցնենք հաջորդ խաղին։ Ինչի, բայց այս խաղը լավն էր։ Ահա, ապեր, այս շատ լավ խաղ է, այս խաղը կգնանք ձեր բակ, իրար հետ կխաղանք։ Ես սուրճ եմ դնում ով կուզի։ Բոլորս համաձայն ենք, չէ՞ բոլորս։ Հա, բավարար լրությունն էլ համաձայնության նշան է։ Ես ու Դավոն կգնանք, արի Դավոս գնացին։ Դու Դավոն, հա։ Դավոն անմահական սուրճ է, դնում չեք խմել, հեսա կդնի կխմեք կտեսնեք։ Ընտիր, ինչ խաղան։ Հետո։ Ատա։ Հանդե չէ, լավ եմ, շատ լավ եմ։ Դեղերի մասին ինչի շուտ չէիր ասում։ Հույսդ ինչի վրա էր դրել։ Դե չի պատկերացնում, որ այդքան արագ կազդի չօգտագործելը։ Իսկ դու մի բան արեցիր, Շաքե։ Երեխու հետ կապված։ Բայց պետք է խոսենք։ Ասա լսում եմ։ Արևիկ, դու ինձ հստակ պիտի պատասխանես, ասենք երեխային տեսար, հետո ինչ ես պատրաստվում անել։ Դու հասկանում ես, որ այդ երեխան ոչ մի բանից տեղյակ չի։ Ինքը չգիտի, որ որդեգրված է։ Ինքը գիտի, որ այս կինը իր մայրն է։ Ինքը քո մասին չգիտի։ Դու իր համար օտար մարդ ես, հուզվել չկա, չհուզվես, քեզ չի կարելի։ Ես ուզում եմ, որ հիմա ես էլ, դու էլ միայն երեխայի շահերի մասին մտածենք։ Համաձայն ես դրա հետ։ Լավ։ Արի պատկերացնենք 10 տարեկան տղա երեխա է։ Ապրում է ընտանիքում։ Հանկարծ ինչ-որ կին հայտնվում է ու ասում է, որ ես քո մայրն եմ։ Դու պատկերացնում ես այդ երեխու հոգեվիճակը։ Եթե նույնիսկ բացատրես, որ դա արված է իր փրկության համար, միևնույն է այդ երեխան չի հասկանալու, ավելին քեզ ասեմ, երեխան կարող այլևս չցանկանա քեզ տեսնել։ Ու ամենահավորը, հնարավոր է վերաբերմունքը փոխի, որդեգիր ծնողի հանդեպ։
Համաձայն ես։ Համաձայն եմ։ Դե հիմա ինձ նայու ասո։ Արժի, որ մենք երեխային ասենք, որ դու իր կենսաբանական մայրն ես։ Կարեկցանքից չես ուզում ասել, որ կենսաբանական մայրը շուտով Արևիկ հույսը երբեք չի կարելի կորցնել։ ինձ արդեն հույս էլ չի մնացել, Շաքե։ Վերջ, փակում ենք այդ թեման, անցնում ենք մեր խոսակցությանը։ Ասում ես չանհանգստացավ, հա, ընտանիքի համար։ Դե ես չեմ կարծում։ Ընդհակառակը, եթե չանհանգստանար, չէր ասի, որ ամբողջը գտավ։ Չգիտեմ, ստեղ մի բան կա, որ ինձ դուրս չի գալիս։ Կոնկրետ։ Ուղղակի իմ զգացողությունն է։ Քեզ թվում է, թե ամեն ինչ նորմալ է, պարզ է, մարդը պատրաստ է ստորագրի, ասում է կարակ հետս մարդ ունեք, թեկուզ քեզ։ Գնաս հետը ստորագրի թղթերը տա քեզ, ինքն էլ գնա, բայց սրա տակ մի բան կա։ Ամեն ինչ պարզ է, ինքը տարբերակ չունի, պետք է ստորագրի, բայց մի տեսակ շուտ համաձայնվեց։ Ինքը հենց առաջի օրվանից ասում էր, չէ, բաց թողեք տամ։ Հասկանում եմ ինչ ես ուզում ասել, բայց ինչ կարա լինի, մտքովդ ինչ անցնում։ Չգիտեմ, այդ ուղղակի իմ զգացողությունն է։ Ու հենց այդ զգացողությունն է, որ թույլ չի տալի, ես հավատամ իր ասածներին։ Համլետ մարդը պարզ ասեց, եթե ընտանիքին վնաս տաս, ոչ մի կոպեկ չես ստանա, ոչ մի բան չես ստանա։ Ու ինքը հաստատ կանի, ես իրան լավ եմ ճանաչում։ Եղել է, որ մի երկու անգամ տակ էլ է տվել, բայց իր խոսքի տերն է եղել։ Մենք դեռ կտեսնենք։ Երբ որ զենքը դնեմ երեխու ճակատին, տեսնեմ ոնց է մնալու իր խոսքին։ Չհասկացա, այդ ուզում ես երեխուն գողանաս։ Բայմա շատ տակ չի լինի, որ Չէ։ հաստատ։ Մատերս վարել եմ, մեկա պիտի ուտենք։ Դե առաջինը դու վարվես, դու վարվես։ Լավ։ Նորմալ է։ Իդեալական։ Լավ։ Շատ լավ անցնում է, պետքա շուտ գայինք։ Կամ գոնե շուտ։ Հետ էլ է տարբերակ։ Երեխեք, բա ինչ նոր խաղ ենք խաղալու։ Ոչ թե նոր խաղ ենք խաղալու, այլ ձեզ սպասվում է ավելի լավ բան։ Ու ինչ է սպասվում։ Ինչ եք մտածել։ Հիմա կիմանաք։ Շատ համով եմ։ Մյուսից դու։ Չվարես այդ մեկը։ Ման, Թե ուզում ես սովորական կեր։ Ես մամով տակազն եմ, Տված է։ բայց կար։ Ես առաջին անգամ եմ փորձում շատ լավ է։ Էլի կա։ Լավ։ Ուրա։ Ծափարություններ, մայստրո։ Արսեն ջան, հմայի մեզ։ Այդ ինչի դու քո գործից տանը չես խոսում, բայց մենք պիտի խոսենք, հա։ Հա, բայց հիմա ջան, դու քո գործից չես խոսում, այլ իմ։ Արդեն ասեցի աղաս։ Շուշանը երկուշաբթի օրը կգա մոտդ կխոսենք։ Լավ, ոնց կասես։ Դու են ասա, մեկի հետ խոսել ես, ոնց են։ Հետը խոսել եմ, ամեն ինչ լավ է։ Իսկ չասես վաղը որ ժամին գնամ հետևից։ Ասեց, որ իրանք կգան, դու մի անհանգստացի։ Այ։ Ես չեմ հասկանում, դու ընդհանրապես հանգստյան նոր բան, սենց բաներ չունես, հա, քո վրա չի ազդում ոչ մի բան, պայքար։ Ասա տեսնեմ ինչ է եղել։ Հա, այ ապրեք։ Ես շատ ուրախ եմ ձեր համար, ապրեք, որ խոսել եք ու հասկացել եք իրար։ Չէ, դե էդ արդեն երկուշաբթի։ Պայքար, բարի գիշեր։ Եթե դու համաձայն ես այն ամենի հետ, ինչ որ ես ասում եմ, ես կարող եմ կազմակերպել հանդիպումը։ Սպասի, այդ ընտանիքը եկել է Ամերիկայից։ Ներիշ, ես քեզ ճշմարտությունը չեմ ասել, Ամերիկայում չեն։ Ամերիկայում չեն։ Էստեղ է։ Էստեղ են։ Բայց իմաստը ո՞րն էր ճիշտը չասելու։
Ուրեմն արևիկ ես պիտի վստահ լինեի, որ երեխայի հոգեկան աշխարհը չի խաթարել։ Ես քեզ հասկանում եմ։ 100% հասկանում եմ։ Ես հասկանում եմ, որ դու երազում ես ինքը քեզ մամա ասի։ Բայց համաձայնի ինձ հետ։ Կարևորը երեխան է, իր հոգեկան աշխարհը, ու դու պիտի կարողանաս ինքդ քեզ հաղթահարել։ Ես հասկանում եմ դաժան է, շատ դաժան պատմություն է։ Արևիկ, բայց երեխան է կարևորը։ Ու այդ լուրը իմանալուց հետո ես չգիտեմ այդ երեխու կյանքը նույն երկ կշարունակվի թե ոչ։ Հասկանում ես դու ինձ։ Համաձայն ես ինձ հետ։ Դե ուրեմն այսպես ենք անում։ Դու պարկում ես քնելու։ Մտածում ես լավ։ Առավոտյան ասում ես քո որոշում։ Լավ շանք է։ Սերգենչուհին, բախտս կարդացիմ, հայացքի մեջ մոխրացած, նա կիսած ձայնից շշնջաց, որ ես ճամփորդ եմ մոշացած, որ իմ գնացքն արդեն մեկնել է, ես ուշացել եմ նրանից, նա ով իմ սիրտը գողացել է, արդեն հեռու եմ ինձանից, որ ընկերներս հեռացել են, սիրելիներս էլ չկան նույնիսկ, մոտիկ բարեկամներս, հոգեհացի սազիվ տեգան և ես, հանում եմ իմ երկերը, իմ մանկության ձեղնահարկից, որտեղ իրերն ու նրանց դերը թաքնված են մեծերից, իսկ մանկությունը մի թռչուն է, թելով կապված մեր սրտերից, թելը պոկվում է նա թռչում ու հեռանում է մեզանից, իսկ մանկությունը մի թռչուն է, թելով կապված մեր սրտերից, թելը պոկվում է նա թռչում ու Իսկ հիմա ձեր հերթն է բարելու։ Օգվում ենք։ Խնդիր չկա, գնաց։ Հրավիրում եմ։ Դե, կարելի է։ Մարտա կօգնես։ Տեսարում։ Չէ, նովա։ Լուսինը նայեց, քաղաքին քնեց, ու գիշերը հանգած, ինչ-որ բան շշնջաց, ինչ-որ բան շշնջաց, լուսինը նայեց, այն շանը գնաց, որ պարկեր էր անշարժ, սև հողում մոխրացած, սև հողում մոխրացած, ախ լուսին, լուսին, ուզում եմ քեզ գրկել, քեզ տանել լուսին, ու մորս նավիրել, ախ լուսին, լուսին, ուզում եմ քեզ գրկել, քեզ տանել լուսին, ու մորս նավիրել, ախ լուսին, լուսին, ուզում եմ քեզ գրկել, քեզ տանել լուսին, ու մորս նավիրել, քեզ տանել լուսին, ու մորս նավիրել։ Բրավո! Ապրի Դավիթը, լավ երգում էիր։ Համլետ ինչ է եղել բարի լույսով կանչել ես։ Որոշել եմ երազանքդ կատարեմ։ Ինչ երազանք։ Հակոբ։ Դե հա, մի քիչ երկարեց, բայց հո չես մոռացել։ Տղուս եմ տեսնել։ Երբ։ Դե գիտես, տղետ քաղաքից դուրս է գնացել ընկերների հետ։ Վաղը վերադառնում է։ Կազմակերպեմ կտեսնես։ Շնորհակալ եմ Համլետ ջան, շատ։ Խնդրեմ, բայց մի փոքր խնդրանք էլ ես ունեմ քեզ։ Ասա, ինչ խնդրանք։ Տղուտ հարցը փորձ արա Մոշևի աղջկանից։
Աստորեն դրա համար է այս հանդիպումը կազմակերպում։ Դե մարդոս, կարող է հետաքրքիր մանրամասների հայտ գան։ Ուզում ես տղուս ես գործերի մեջ խառնես, հա։ Բայց ինչի ես։ Դու արդեն խառնել ես։ Կավաց։ Շտակ է։ Հա, երեխեք։ Բոլորին եմ սուրճ դնում, թե քնածներին չէ։ Կարաս բոլորին էլ դնես, կարտնացնենք։ Բայց կարող եմ այն դեպքում թողենք հանգիստ քնեն։ Չէ, դե մեկը ծոմայից արթնացավ կներվանանա, որ ամբողջ քաղցրը առանց իրա կերել ենք։ Իսկ որ կուտենք դա հաստատ։ Հա, դե գիտենք, որ այսքան շատ ենք ուտում քաղցր։ Կարելի է մի քիչ ավելի շատ գնել։ Դե Կապիտան Բադալյան, բասում ես չես հասցնելու գազ։ Բարև երեխեք։ բարև ձեզ։ Մեկի ջան, որ խնդրեմ սուրճը մի հատ էլ ավելի, հա։ Լավ էլ ժամանակին է մեր։ Ոնց եք հանգստանում։ Ընտիր, շատ լավ տեղ է, շնորհակալություն։ Երբ ցանկանում եք, համեցեք։ Մարթա ջան, առավոտյան սուրճը մրգի հետ շատ համ։ Արի։ Այն ստորի քանը։ Լսի։ Դու մենակ երկու տարբերակ ունես, կամ դու ես գնում, կամ մարդ եմ ուղարկում տորոտ մոտ։ Որը կուզես անել եմ։ Արդիկ բարև։ Բարև։ Գիտես ոնց եք ես կարոտել։ Ես էլ քեզ եմ շատ Թույլ կտաս քեզ հրավիրեմ բարև։